Բարև ձեզ սիրելի տիկնայք, Վարդուհի Վիկի Բաղդասարյան եւ Իրեն Ծատուրյան։ Ես ձեզ մի նամակ եմ գրել, որտեղ հաշվետվություն եմ ներկայացրել տիկին Վարդուհու նախորդ երկու անգամվա դրամահավաքների կատարողականի վերաբերյալ եւ նոր առաջարկ եմ արել, թե ինչին տրամադրել այս անգամվա դրամահավաքի գումարը։ Դուք կծանոթանաք նամակի տեքստին, ես այնտեղ հղումներ եմ դրել, լինքեր, որոնցով հիմնավորվում է եւ առարկայական ձևով ցույց է տրվում եւ առաջարկը եւ արդյունքը նախորդ դրամահավաքների։ Առաջինը, որ ուզում եմ ասել, շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս վստահության համար, որովհետև գիտեմ, որ բազմաթիվ կազմակերպություններ կան եւ դուք էլ շատերի հետ ծանոթ եք, բայց հատկապես մեզ պատիվանելով եւ մեր ծրագրերի մեջ ներդրում անելով, կարծում եմ, որ դուք նույնպես, ինչպես եւ մենք, կարեւորում եք մեր երկրի համար այս պահին էական բանը, կրթությունը խրախուսելու մեր առաջարկը։ Այս անգամվա դրամահավաքի արդյունքը ուզում եմ խնդրել, որպեսզի համաձայնեք եւ ներդնենք մեր ոսկի սերմեր երախտագիտության եւ հարգանքի կրթամրցանակներ ծրագրի մեջ։ Պատերազմից հետո, 44-օրյա պատերազմից հետո, մենք մտածում ենք, թե ինչպես գոնե մի փոքրիկ օժանդակություն բերել մեզ պատոհասած այս իրավիճակին եւ դարձյալ երկար փնտրտուքներից հետո եկան կանգնեցինք այդ համոզման, որ պիտի երիտասարդներին խրախուսել, որպեսզի նրանք լավ սովորեն եւ հետագայում կարողանան հայրենիքին ծառայել իրենց գիտելիքով, պատրաստվածությամբ եւ հանձնառությամբ։ Այս ծրագիրը լավ ծանոթ է Իրենին, որովհետև նա մեր մի կրթամրցանակի հովանավորն է, շատ հայտնի հզոր հերոս Սևակ Խոյեցուն նվիրված կրթամրցանակի, որը գործում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում։ Սիրելի տիկին Վարդուհի, ուզում եմ ձեզ ներկայացնել այս ծրագրի հիմնական կարևոր նպատակները։ Նախ անպայման պետք է հիշենք եւ փառաբանենք մեր հերոսներին, որոնք հանուն մեր այսօրվա գոնե հարաբերական խաղաղության իրենց ամենաթանկ բանն են տվել, իրենց կյանքը։ Երկրորդը, նրանց անունները մենք ուզում ենք կապել կրթության եւ գիտության գաղափարին, որովհետև նրանք բացի այն հանգամանքից, որ քաջ կռվողներ են եղել, նաև շատ լավ սովորողներ են եղել։ Եվ երրորդը, մենք ուզում ենք, որ երիտասարդները իրենց ընկերներին, ընտանիքներին պատմեն այս հերոսների մասին եւ նաև իրենց նվիրվածությունը պայմանավորեն նաև այս հերոսների գործը շարունակելու գաղափարով։ Սա հետաքրքիր ծրագիր է եւ մենք դիմում ենք հատկապես կրթության մշակույթի մեջ ներդրում ունեցած մարդկանց։ Հիմա դուք երկուսդ էլ, մեկը երաժշտության բնագավառում, մյուսը կերպարվեստի բնագավառում հիանալի գործ եք կատարում։ Դուք ամենակարևոր բանն եք անում Սփյուռքի համար։ Սփյուռքի երեխաների հետ աշխատում եք հայապահպանության շատ կարևոր գաղափարը ներդնելու եւ իրենց հայ մեծացնելու ուղղությամբ։ Մեր այս ծրագիրը այսպես է ընթանում։ Եթե համաձայնեք եւ գումարը, որ դուք ինձ հանձնեցիք, մենք ուրեմն ծառայեցնենք այս կրթամրցանակին, մենք հայտարարություն կտարածենք Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Առաջարկս է այդ կրթամրցանակը նվիրել
երկու քաջարի հերոսների հիշատակին Հաջյան ընտանիքի երկու զավակներն են, որոնցից մեկը զոհվել է 44 օրյա պատերազմում, մյուսը քառօրյա պատերազմում։ Ըստ որում կարծում եմ, որ նրանցից մեկի անունը պիտի որ ձեզ էլ ծանոթ լինի, քանի որ նա Երվանդ Հաջյանը եղել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի բաժնի վարիչը եւ աչքի է ընկել իր շատ հաջող գործունեությամբ։ Այնուամենայնիվ պատերազմը սկսվելուն պես, թեև կարող էր նստել իր տաքուկ կաբինետում եւ շարունակել իր գործը, նա իր քաջ հայրենասեր գործընկերների հետ մեկնել է ռազմաճակատ, քաջաբար կռվել եւ զոհվել։ Տիկին Վարդուհի ջան, ինչու եմ հատկապես այս ընտանիքի հերոսների անունով առաջարկ անում ձեզ, որովհետև այս մարդիկ թողել են իրենց զավակների շիրիմները Արցախում, թողել են իրենց շեն տները, իրենց աշխատանքը, իրենց բարեկեցությունը, իրենց հայրենիքը, իրենց հոգին եւ եկել են այստեղ Հայաստան, մի կերպ հոգում են իրենց ապրուստը, բայց չեն կորցրել իրենց հոգու քաջությունը եւ նվիրվածությունը։ Դուք դա կտեսնեք ընտանիքի հոր Միքայել Հաջյանի խոսքում, ես դա դրել եմ, նա նույնպես հայտնի մտավորական է եւ հայտնի գրող, հրապարակախոս եւ նաեւ թարգմանիչ։ Առաջարկս է օգնել նաեւ այս ընտանիքին բարոյապես, որքան էլ որ իրենք քաջ են եւ իրենք են քաջալերում իրենց հայրենակիցներին, մեզ բոլորիս իրենց օրինակով, պարզ է թե ինչ սարսափելի բան է երկու զավակ կորցնելը, այն էլ այնպիսի զավակներ, որոնց մասին դուք կկարդաք։ Եթե համաձայնեք, ապա ես մեխանիզմը ձեզ բացատրեմ։ Մենք նախապես հայտարարություն կտանք, համալսարանի խողովակներով այդ հայտարարությունը կտարածվի եւ անպայման կնշենք, ովքեր են բարերարները, Տիկին Վարդուհի, դուք եւ ձեր ստուդիայի երեխաներն ու ծնողները փաստորեն եւ մրցույթ կհայտարարենք։ Ուսանողները կուղարկեն իրենց հայտերը եւ մենք կընտրենք լավագույններին։ Ընտրությունը կատարելու ենք անպայման միասին։ Շատ ուրախ կլինենք, որպեսզի հնարավորության դեպքում դուք մասնակցեք նաև հենց բուն պրոցեսին, այսինքն մրցույթի օրը առցանց կապով կարողանաք ներկա լինել եւ ձեր խոսքն ասել։ Այնուհետև մենք բոլոր 11, արդեն եթե ձերն էլ հաստատվի 12 կրթամրցանակների մրցույթների ամփոփումից հետո մի գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպում, որի նպատակն է եւ հանրարչակել, հիշեցնել մեր հերոսների կենսագրությունն ու սխրանքը եւ երիտասարդների համար օրինակ ներկայացնել իսկական հերոսականության եւ հայրենանվեր լինելու եւ նաեւ որ շատ կարեւոր է ներկայացնել մեր բարերարներին նրանց ներդրումը եւ բարեգործության այս օրինակը մոդել դարձնել։ Այս էր իմ խնդրանքը, նամակում ավելի մանրամասն եմ ամեն ինչ ձևակերպել, մի անգամ էլ ուզում եմ ասել, որ շատ տպավորված էի այդ համերգով ու մի անձնական հարց եմ ուզում ձեզ ուղղել, այդ ինչպես է պատահում, որ այդքան գործ եք անում այդ ծավալի եւ հասցնում եք լինել այսքան հմայիչ, գեղեցիկ, խնամված եւ սիրված։ Գրկում եմ ձեզ երկուսիդ էլ եւ շնորհակալություն եմ հայտնում առ այսօր ձեր վստահության եւ ջերմության համար։ Լավ մնացեք։